Բարի եւ օրհնված օր բոլորիդ։ Թող օրհնված լինեն ձեր ժամերն ու ժամանակները մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Գիտեք, սիրելիներս, շատ մարդիկ այսօր մտածում են, որ շատ հեշտությամբ կարող են ինչ-որ մեկի կյանքը քանդել։ Մտնել այդ մարդու կյանք, աղավաղել նրա կյանքը, ստեր տարածել, վարկապեկել, մարդկանց մեկը մյուսի դեմ հանել ու շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել ու ինքը ոչինչից տեղյակ չի։ Բայց Աստծո խոսքը մեզ սովորեցրել է, որ ոչ մի խոսք, ոչ մի սուտ եւ ոչ մի անարտարություն երբեք ոչ մի ժամանակներում դեռ Աստծո աչքից չի վրիպել։ Եվ սիրում եմ Աստվածաշնչից հենց Գաղատացիներ 6-րդ գլխի 7-րդ խոսքը, որտեղ ասում է, որ մեր Աստված երբեք չի ծաղրվում, եւ այն, ինչ որ մարդը այսօր սերմանում է, վաղը դա հնձելու է։ Եվ սա ոչ թե սպառնալիք է, այլ սա Աստծո հաստատած հոգևոր օրենքն է։ Եթե դու այսօր սերմանում ես սուտ, մի օր հաստատ հնձելու ես դրա պտուղը։ Եթե սերմանում ես ատելություն, այն հաստատ կվերադառնա։ Ու եթե սերմանես բաժանում, խաղաղություն երբեք չես հնձելու։ Եվ եթե դու սերմանում ես նվաստացում, մի օր ստիպված ես լինելու կանգնել Աստծո առաջ, այն Աստծո, որ միայն արդարությունն է սիրում։ Եվ օրինակս բերեմ հենց Աստվածաշնչից։ Հիշենք Համանին։ Գիտես, նա պարզապես չորոշեց նվաստացնել ուղակի մուրդքեին։ Նա ծրագրել էր ոչնչացնել նրան եւ նույնիսկ կախաղան էր պատրաստել նրա համար։ Բայց ինչ տեղի ունեցավ վերջում։ Համանը կախվեց հենց այն կախաղանից, որը պատրաստել էր ուրիշի համար։ Հիշենք նաեւ Դանիելին։ Մարդկանց սրտերը այնքան նախանձով էր լցված դեպի Դանիելը, որ նրանք մեղք չգտան Դանիելի մեջ եւ որոշեցին կեղծ դավադրություն կազմակերպել Դանիելի դեմ։ Կեղծ մեղադրանքներով նրանք Դանիելին գցեցին արյուծների կուբը։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Աստված փակեց արյուծների բերանը եւ նրանք, ովքեր դավադրություն էին պատրաստել Դանիելի դեմ, իրենք կրեցին իրենց արածի հետևանքները։ Եվ հիմա ամենակարևոր բանը ասեմ։ Գիտես ինչից պետք է վախենա այն մարդը, ով զբաղված է միմիայն զրպարտանքներով։ Նա առաջին հեշտին պետք է վախենա ոչ թե մարդկանց արձագանքներից, այլ այն օրվանից, երբ նա կանգնելու է Աստծո առաջ։ Մատթեոս 12-րդ գլուխ 36-րդ խոսք։ Ամեն դատարկ խոսքի համար ամեն մարդ արարած հաշիվ պիտի տա դատաստանի օրը։ Ինչքան խորն է, չէ, ամեն դատարկ խոսքի համար։ Եվ եթե դատարկ խոսքի համար նման պատասխան կա, որքան առավել գիտակցված ստի, գիտակցված դավադրության եւ մարդկանց անունը աղավաղելու համար։ Եվ գիտես, մեր Աստված ատում է եւ սուտ լեզուն, եւ սուտ վկայությունը, եւ մարդկանց մեջ կռիվներ սերմանելը։ Եթե այսօր ինչ-որ մեկը զրպարտել է քեզ, չթողնես, որ դա փոխի քո սրտի վիճակը։ Երբեք նրանց նույն զենքով չպատասխանես։ Մի փորձիր կործանել նրանց, ովքեր փորձում են կործանել քեզ։ Դավիթը, Հովսեփը, Դանիելը, գիտես, մեզ սովորեցրեցին մեկ այլ ճանապարհ, որտեղ կարող ենք վստահել մեր Աստծուն։ Բացի Հռոմեացիներ 12-րդ գլուխ 19-րդ խոսք։ Իմն է վրեժը, ասում է Տերը, եւ ես կհատուցանեմ նրան։ Ու դա չի նշանակում, որ Աստված անտեսում է չարիքը։ Ուղղակի մենք պետք է վստահենք նրան, որովհետեւ նա է միակ կատարյալ դատավորը։ Այսօր գուցե քեզ թվում է, որ ստախոսը հաղթել է։ Գուցե թվում է, որ աշտարը միայնակ է մնացել, բայց Աստվածաշունչն էլ մեզ հիշեցնում է, որ ճշմարտությունը կարող է ժամանակավորապես ծածկված մնալ, բայց երբեք չի ոչնչանում։ Եթե այսօր դու այն իրավիճակի մեջ ես, որ ինչ-որ մեկը փորձում է մտնել քո կյանք, կեղտոտել քո անունը, վարկապեկել քեզ, նեղացնել, ցավ պատճառել, չհանձնվես, քո պաշտպանը Հիսուսն է։
Հիշիր կարևոր մի բան. մարդը երբեք այնքան ուժեղ չի եղել, որ կարողանա հաղթել Աստծո արտարությանը, եւ ոչ մի Աստծո զավակ երբեք մենակ չի եղել, որ հանկարծ Աստված մոռանա նրան։ Մարդը կարող է ժամանակավորապես խլել քո համբավը, բայց երբեք չի կարող խլել այն պատիվը, որը Աստված տվել է իրեն հավատարիմ մարդկանց։ Եվ վերջում, սիրելիս, չի հաղթում ամենաբարձր կորացողը, այլ այն մարդը, որ մնում է ճշմարտության մեջ։ Իսկ դու օրհնված եղիր, մնա Քրիստոսի մեջ, արա քո բաժինը եւ Աստված կանի իր բաժինը քո կյանքի մեջ։ Աստված սիրում է քեզ ու երբեք իրեն հավատացողներին եւ իրեն հուսացողներին երբեք մենակ չի թողել ու մենակ չի թողնելու։ Քեզ բարձրացնողն է Աստված, քեզ արտարացողն է Աստված։